Գտնել նոր գործընկերներ, բարձրացնել բիզնեսի ճանաչելիությունը, ստեղծել և իրագործել նոր գաղափարներ։ Made Projects ընկերությունների խումբը մի հարկի տակ է հավաքել ամենատարբեր ոլորտների ներկայացուցիչներին՝ ռազմարդյունաբերող ու վառելիք արտադրողներից մինչև սննդի ու ֆինանսական կազմակերպություններ, նախ և առաջ ճանաչելու և բացահայտելու միմյանց։ Օրինակ, մենք չգիտեինք, որ կա ներքնակներ արտադրող ընկերություն, որը կարողանում է ներքնակի միջոցով ապահովել բարձր տրամադրություն, օրինակ պարկել քնելու տխուր և արտանալ ավելի ուրախ։ Կամ շատերը չեն պատկերացնում, թե ինչ իրենից կարող են ներկայացնել կանաչ բուրգերը, որ լինի ամբողջությամբ բնական բաղադրիչներով։ Եվ այսպիսի շատ ու շատ, այսինքն յուրաքանչյուր ընկերություն, որը մեզ առաջին հայացքից կարող է թվալ, որ մենք գիտենք, ճանաչում ենք, կարող է լինել այնքան բազմապիսի ու բազմաժանր, որ բացահայտելու տեղ ամեն դեպքում լինի։ Համաժողովի խորագիրը Business Trends Summit պատահականորեն չի ընտրվել։ 2025 թվականը ցույց է տվել, որ ժամանակակից թրենդները, օրինակ մերձավոր արևելքից եկած պիստակով շոկոլադը կամ սովորական փափուկ խաղալիքը, կարող է օրերի ընթացքում փոխել շուկան, թելադրել նոր կանոններ։ Բիզնես փորձագետները ոլորտի ներկայացուցիչների հետ կքննարկեն, թե ինչպես կարող են թրենդներն օգտագործել մարքեթինգը զարգացնելու և վաճառքների մեծ աճ գրանցելու համար։ Իսկ համաժողովի գլխավոր նպատակը անծանոթ գործարարներին հնարավոր գործընկերներ դարձնելն է։ Յուրաքանչյուր բրենդ, յուրաքանչյուր ընկերություն կարևոր է, որ ունենա ոչ իրեն հարակից անգամ ընկերության հետ կապել, լավ համագործակցություններ։ Համաժողովի կազմակերպիչ Made Projects ընկերությունների խմբի հիմնադիր Արթուր Համբարձումյանը մանրամասնում է. ոլորտում են արդեն 21 տարի, սկզբում մատուցում էին միայն տպագրական ծառայություններ, այժմ վերաբրենդավորված ընկերությունն առաջարկում է ծառայություններ 4 ուղղությամբ։ Շատ քննարկումներից հետո կարողացանք ստեղծել Made Projects-ը։ Made Projects-ը ընկերությունների խումբ է, որտեղ ներգրավված է մարքեթինգ, բրենդինգ, ինտերիեր դիզայն և տպագրություն։ Այսինքն 4 ուղղվածությունները, որը պետք է բոլոր կազմակերպություններին, որ մենք կարողանանք միավորենք մեկ հարթակում և մարդիկ օգտվելով, շփվելով մեկ կազմակերպության հետ կարողանան այլ սպասարկում ստանալ և այդ ոչ թե միտեղ բրենդինգ անեն, միտեղ տպագրեն, որտեղ շատ տարբեր խնդիրներ թե գունային տպագրության, թե տեխնիկական խնդիրներ, և ամեն ինչը մեր շնորհիվ կարողանում են լուծել։ Համաժողովի հովանավորներն են Gulf Armenian, Balance Sheet հաշվապահական ընկերությունը, Tactical Banker Store-ը, Premium Invest Club-ը։ Վերջինիս հիմնադիր տնօրեն Լիլիա Գուլոյանը նկատում է, նման միջոցառումները կարևոր են ոչ միայն տարբեր բիզնեսների միջև մարքեթինգային ցանց ստեղծելու, այլև Հայաստանի բիզնես ոլորտը զարգացնելու առումով։ Հայաստանի համար շատ կարևոր է, քանի որ գործարարներին միջազգային շուկա դուրս բերելու, ինչպես նաև նոր գործընկերների հետ համագործակցություն ստեղծելու համար, կարծում եմ այսպիսի վայրերը շատ մեծ հնարավորություն են տալիս, քանի որ տարբեր ոլորտներ սկսում են իրար հետ մտածել նոր հնարավորություններ, նոր ստարտափներ, ինչու՞ չէ, եւ նոր համագործակցություններ, որը հնարավոր է այլ պայմաններում չմտածեինք նույնիսկ։ Էլ չասեմ, որ ամեն ընկերություն ներկայանում է իր նոր եւ հետաքրքիր առաջարկով, որը հնարավոր է հենց ընկերությունը նույնիսկ չմտածեր, եթե չլինեին այսպիսի միջոցառումները։ Printmade ընկերության գործառնական տնօրեն Մարի Պետրոսյանն ընդգծում է, որ թեև 20 տարուց ավելի է, ինչ ոլորտում են, բայց նոր հմտությունների, կապերի ու գործընկերների կարիք միշտ կա։ Սպասելիքները շատ են, քանի որ ծանոթանալու ենք տարբեր միջին և խոշոր բիզնեսի ներկայացուցիչների հետ, միգուցե հնարավոր լինի համագործակցության եզրեր գտնել և համագործակցել, քանի որ մենք ներկայացնում ենք պրոֆեսիոնալ պրոդուկտ և նույնը կցանկանանք հետ վերադարձ ստանալ, այսինքն ակնկալում ենք նաև պրոֆեսիոնալ համագործակցություն։ Մեկօրյա համաժողովի ընթացքում մասնակիցները իրենց ընկերությունները ներկայացնելուն ու բիզնես կապեր ստեղծելուն զուգահեռ վերապատրաստման դասեր անցան։ Կազմակերպիչների խոսքով այս ձևաչափը կլինի շարունակական։ Անահիտ Սվարյան, Գագիկ Սիմոնյան, Ռադիոլուր։